Մոտ 8 ամսվա դադարից հետո վաղը երեկոյան ընդդիմադիր ուժերը Ազատության հրապարակում կրկին միասնական հանրահավաք կանցկացնեն։ Ոչ իշխանական եռյակի ձախողումից հետո Հայ ազգային կոնգրեսից պատգամավոր Արամ Մանուկյանի կարծիքով իրավիճակ է փոխվել։ Ամռան ընթացքում քաղաքացիական նախաձեռնություններին հաջողվեց քաղաքացիներին դուրս բերել փողոց, ինչը պատգամավորի խոսքով ապացուցում է, որ հասարակությունը պայքարելու կենսունակությունը չի կորցրել։ Այս մի ճակատը ունի մի առավելություն քաղաքական ուժերի ներկայացրած բանից, որ այստեղ ոչ թե ինչ-որ ուժի ինչ-որ մեկի համար են անում, այլ անում են Հայաստանը վերահաս վտանգից փրկելու համար։ Սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող ոչի ճակատը ըստ Մանուկյանի ուժեղ է նաև նրանով, որ այստեղ բացի ժառանգությունից, Հայաստանի ժողովրդական կուսակցությունից, ՀԱԿ-ից և հիմնադիր խորհրդարանից միավորված են նաև քաղաքացիական ուժերը։ Ընդդիմադիր պատգամավորին ոգևորում է նաև ժողովրդի տրամադրվածությունը։ Նրա կարծիքով հասարակությունը այս փոփոխություններին դեմ է։ Ես չեմ տեսել որևէ տեղ, որևէ մեկին, որը արգումենտներով ինձ հիմնավորել, որ Սերժ Սարգսյանն այս երկրի շարունակության համար անհրաժեշտ է։ Այսօր Հայաստանը ոչ թե ոչի ասելու կարիք ունի, այլ ոչը կազմակերպելու կարիք ունի։ Եթե ճիշտ խելոք կազմակերպվի բոլոր այն ոչերը, որոնք Հայաստանում կան, Հայաստանում տակ ուրիշ բան չի մնա, այո, չի մնա։ Ժառանգության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով հիմա պետք է մոռանալ նախկինում տեղի ունեցածը և միասնական պայքարել սահմանադրական փոփոխությունների դեմ։ Նրա խոսքով հասարակությունը միշտ էլ աջակցել է ընդդիմադիրներին, բայց իր կարծիքով փողոց դուրս գալու համար քաղաքացիները երկու պահանջ ունեն։ Առաջինը դա այն է, որ ընդդիմությունը միասնական լինի։ Երկրորդ ուղերձները և գործողությունների նկատմամբ վճռականությունը պետք է հստակ լինեն քաղաքացիների համար։ Մարտիրոսյանը կարծում է, որ արդյունավետ պայքարի համար սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող ոչի ճակատը և հանրային փրկության ճակատը պետք է միավորվեն։ Ոչ ասող ուժերի վաղվա հանրահավաքում Հայ ազգային կոնգրեսը կներկայացնի Արամ Մանուկյանը։ Հայաստանի ժողովրդական կուսակցությունը կներկայացնի առաջնորդը Ստեփան Դեմիրճյանը։ Հիմնադիր խորհրդարանի և ժառանգության դեպքում վերջնական որոշում դեռ չի կայացվել։ Ժառանգությունից Արմեն Մարտիրոսյանը ասաց, որ ինքը հրապարակում լինելու է, չբացառեց նաև, որ հանրահավաքին մասնակցի Ռաֆի Հովհաննիսյանը։ Քաղաքացիները ընդամենը ցանկանում են իրավիճակի փոփոխություն, իշխանափոխության ճանապարհով, որովհետև ուղղակի բոլորի համար ակնհայտ է, որ այս իշխանությունները որևէ դրական քայլ չեն անել։ Ոչի ճակատը միավորած չեք անցկացնի նախաձեռնությունը արդեն մի քանի օր է Երևանում իրազեկման ակցիաներ էր իրականացնում։ Վաղվա հանրահավաքի նպատակը ըստ նախաձեռնության առաջիկայում խորհրդարանում սահմանադրական բարեփոխումների հարցով սպասվող քվեարկության վրա ազդելն է։ Հանրահավաքից հետո նաև երթ կանցկացվի։